Իրանական ազգային առույթի ռիալի արժեզրկման ֆոնին Թեհրանում արդեն մի քանի օր է բողոքի ցույցեր են։ Դոլարի փոխարժեքը, որ գերազանցել է 140,000 թումանը, ինչպես նաև գործարարների վրա աճող ճնշումը հանգեցրել են շարունակական բողոքի ակցիաների։ Ռադար Արմենիայի հետ զրույցում արևելագետ Արմեն Պետրոսյանը նշեց, որ գործողությունների դինամիկան տարբեր է եղել։ Այս պայմանությամբ կարող ենք ասել, որ այս բողոքի մթնոլորտը շարունակվում է, գործողությունները շարունակվում են եւ առայժմ ունեն շարունակելու նաև միտում։ Արևելագետի խոսքով իշխանությունների կողմից իրավիճակը այս պահին կառավարելի է, բայց ուժի կիրառման դեպքերը ավելանում են։ Սա ցույց է տալիս, որ կարող է մեծանալ նաև արտաքին միջամտության հնարավորությունը։ Այս համատեքստում վստահաբար էլի կա որոշակի անորոշություն։ Արմեն Պետրոսյանը պարզաբանեց, թե Իրանում սկսված գործողությունները ինչով են տարբերվում այլ երկրների նմանատիպ գործողություններից։ Ըստ նրա, Իրանում դրանք հիմնականում սպոնտան են։ Չի լինում մի կենտրոն ընդդիմադիր կամ ինչ-որ քաղաքացիական կամ օրինակ տվյալ դեպքում ինչ-որ ոլորտ ներկայացնող, այսպես համախմբող մասնագիտական կենտրոն, որը կարողանա համակարգել այդ ամեն ինչը, օրինակ նույն ասենք։ Նա ընդգծեց, ի տարբերություն նախորդ դեպքերի, այս անգամ արտաքին միջամտության հնարավորությունը բավականաչափ մեծ է։ Պետրոսյանը շեշտեց, իշխանությունների գործողությունները բավական զգուշավոր են։ Նրանք օրինակ ի տարբերություն հունիսյան պատերազմի 12-օրյա կարծում որ շատ ավելի զգոն են Իրանի իշխանությունը, այսինքն նախորդ դեպքերում երբ որ շատ ավելի կտրուկ արագ գործողությունները փորձում էին հանգուցալուծել, հիմա շատ զգուշավոր են, որովհետև այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները կտրուկ գործողությունների գնում է, անսպասելի գործողությունների գնում է։ Ըստ նրա, Միացյալ Նահանգներից նախագահի մակարդակով կան որոշ ուղերձներ, որոնց հետ հաշվի չնստելը սխալ է, բայց այժմ Իրանի իշխանությունները զգուշավոր են եւ դեռ կարողանում են վերահսկել իրավիճակը, թույլ չտալով մեծ բախումներ։ Լիլիթ Աբրահամյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։